Ընդհանրապես ինչ խոսում ես, ի վերջո պիտի առավելագույն պարզությամբ մատուցես եւ ամփոփես։ Ես վերադառնում եմ հիմնականին։ Մեզ լուրջ վտանգ է սպառնում։ Ես պարտավոր եմ ձեզ նախազգուշացնել, որ այն ինչ կատարվեց Արցախի հետ, դա միայն Արցախի հետ չկատարվեց, դա մեզ է սպառնում։ Դա նույնիսկ կարող եմ ասել փորձարկման պես մի բան էր։ Եթե մենք մեզ նաեւ որակով չդրսևորենք, ապա վաղը շատ աննկատ, նույնիսկ բարյացակամորեն մեզ կառաջարկվի այն ինչ որ Ալիևն այսօր ասում է, ավելորդ է նրան կրկները։ Ուրեմն Արցախի հետ կատարվածը մի լուրջ նախաքայլ էր մեր նկատմամբ։ Հարցը վերաբերում է մեր ապագային, մեր լինել չլինելուն։ Եվ այստեղ տարբեր տեսակետներով տարանջատված աշխատելն ապրելը դառնում է ինքնասպանության ընթരാճ գնալու մի գործողություն։ Ես այսօր հատկապես Էջմիածինը ընտրեցի, որովհետև նախ Էջմիածինը մեր հոգևոր հայրենիքի իզակետն է, այստեղից են լավագույն դրսևորումները եղել։ Այսօր մենք հայտարարեցինք հատկապես Գևորգ կաթողիկոսի Շիրիմին, նա իր ոգով կարողացավ մեզ պետականություն ունենալու արժանի ազգ դարձնել։ Ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ասեմ, որ Սարդարապետի ճակատամարտի կազմակերպող եղել է Գևորգ 5-րդ կաթողիկոսը։ Եվ այստեղ գալուց իմաստը նաև կրկնում են մի անձնական փորձառություններ։ Հիմա տեսեք, տարբեր ուղղություններով գնացող քաղաքական ուժեր, ինչ ուզում եք արեք, բայց այդ բոլորի մեջ կա մի կարևորագույն հարց։ Այդ կարևորագույն հարցը այսօր արդեն ընթացքի մեջ է 90%-ով կատարված է։ Նիկոլականների մեջ էլ շատ մարդիկ կան, որ անձամբ ինձ դիմում ասում են այնքան են ցավում, որ մերոնք դեմ են ձեր սահմանադրությանը։ Այդ սահմանադրությամբ մենք ոչ միայն ուրիշ որակ ենք ձեռք բերում, մենք այն ինչ որ ճակատագրով մեզ տրված է, հայկական լեռնաշխարհ, Նոյան տապան, հիշում եք, չէ՞, դրախտավայրը Աստվածաշնչի, հայերը չեն գրել, որ ասենք հայերը իրենց մասին բան գրեցին։ Նոյան տապան մարդկություն եւ վերականգնվեց։ Ի վերջո քրիստոնեական արժեհամակարգ Հայաստանում։ Հիմա մենք այդ քրիստոնեական արժեհամակարգի գլխավոր դրույթը, ամենակարևորը քաղաքակրթական ընդունելության արժանացած գաղափարը մարդկանց իրավահավասարությունը։ Հիշում եք ֆուտբոլային միջոցառումների ժամանակ համաշխարհային ինչ է։ Մենք դեմ ենք խտրականությանը։ Դա քրիստոնեական սկզբունք է։ Այդ սկզբունքի մաթեմատիկական ճշգրտությամբ արտահայտումը պետական համակարգերի ներսում։ Դա է այս սահմանադրության։ Այսինքն, այն ինչ որ քաղաքակրթական դրույթ է, մենք դարձնում ենք արդեն առարկայորեն դրսևորվող, իրավականորեն ամրագրվող միջավայր։ Իմ սահմանադրությունը, բացարձակ ժողովրդավարության սահմանադրության նախագիծը, ես ինձից նոր բան չեմ ստեղծել, ես պարզապես դա զարգացնելով հասցրել եմ մի եզրահանգման, որը Հայաստանը կդարձնի աշխարհի ամենաժողովրդավարական երկիրը։ Եթե մենք ուրախանում ենք ֆուտբոլի առաջնության, շախմատի առաջնության, ուրախանում ենք տարբեր ոլորտներում մեր ձեռքբերումների մասին, սա քաղաքակրթական ներդրում է։ Եվ մենք այսօր համախմբելով, սա ոչ միայն դարձնում ենք մեր ազգի խորհրդանիշներից մեկը, այլ աշխարհին ենք օգնում դառնալ ավելի լավը։ Նրանք, ովքեր որ այսօր ասում են ուժն է ամեն ինչ որոշողը, նրանք պարզապես հակադրվում են Աստված ինքը իրավունքի համար է։ Աստված ինքը մարդկանց ներկայանում է օրենքներով։ Եվ այսօր իրավունքի օրենքների դեմ կանգնելը, համարելով որ ուժով կարելի է հարցեր լուծել, դա ի վնաս մեզ է։ Մենք շատ մեծ ներուժ ունենք այս սահմանադրության մեջ, այդ համակարգի մեջ, նաև մեր մեծ կարողականությունը մեջտեղ բերելու հնարավորություն կա։ Դրա մասին ես առանձին խոսեմ։ Միայն մի դրույթ ասեմ։ Գենետիկորեն հայերը աշխարհում կազմում են 100 միլիոնից ավելի։ Եվ եթե դու ստեղծում ես այնպիսի երկիր, որտեղ հայը իր տակումը հիշելով, տակման մասին տեղեկանալով կձգտի գալ հայրենիք, նույնիսկ այս դեմոգրաֆիական խնդիրներն ենք մենք լուծում։ Ամեն ինչի մասին չէ, որ ես այսօր պիտի ասեմ, մեզ լուրջ վտանգ է սպառնում եւ հիմնականում մեր թերացումների պատճառով։ Մենք վերջին շրջանում ունեցել ենք իշխանություններ, որոնք ուզելով կամ չուզելով, պատվերով կամ իրենց էության բացասական դրսևորումներով մեզ կանգնեցրել են փակուղային վիճակի առաջ։ Եվ եթե մենք ոչ միայն համակարգային փոփոխություններ կատարելով, այլ նաև այս իշխանություններին անմիջապես չհեռացնելով ինչ որ ընկնենք տարբեր տեսակի սպասումների մեջ, միայն ձախողման ենք արժանի։ Մենք պիտի սահմանազատվենք
եւ այս իշխանություններից եւ այն համակարգից, որի օրոք այս տեսակի իշխանությունները կարող են իրենց բացասականը ներդնել։ Այնպես որ հայրենակիցներ, ես իմ բարքը համարեցի այսօր Սուրբ Էջմիածնից նախազգուշացնել բոլորիս, որ մեզ լուրջ վտանգ է սպառնում։ Եվ այս բանը ասող այն մարդն է, որ ընդհանրապես միշտ լավատեսություն է, չէ՞ խոստացել անկախ Հայաստան, ազգային բանակ, սահմանադրություն, ոչ արել հավատալ, ընտրովի նախագահ եւ այլն եւ այլն։ Այսօր ես տեսնում եմ, որ մենք շատ լուրջ փորձության առաջ ենք կանգնել եւ իրավիճակը փոխողը միայն մենք կարող ենք լինել։ Ընդհանրապես հավատ ընծայելով նրան ու մի անգամ հավատալով մենք տեր ենք դարձել պետականության, անկախություն հանրաքվեի ճանապարհով եւ պատրաստի գործը գնահատելու, դրան աջակցելու մեծ տրամադրվածությամբ։ Բարդ բան չի պահանջվում։ Քաղաքական ուժերից, տարբեր ոլորտներում հանդես եկող, տարբեր ծրագրերով հանդես մի բան է պահանջվում։ Ինչով ուզում եք զբաղվեք, բայց կա մի գերհարց։ Եթե այդ գերհարցում դուք ձեր ձեռքերը լվանում եք, ձեր բոլոր ջանքերը դառնում են զրո։ Կներեք, որ այնքան հստակ չխոսեցի ինչպես կամենա, ինչպես տրամադրված էի, նախապես որովհետև այս ծանրությունը պատասխանատվության զգացումը մտքերի շարադրման ընթացքի վրա ազդում է, բայց ես հավատում եմ, որ նրանք, ովքեր որ անաչառ են տրամադրված, նրանք ինձ ճիշտ կհասկանան։ Ընտրության գնալուց առաջ լավագույն գործը այսօր համակարգը փոխելն է, եւ դա հնարավոր է։ Մնացյալը ամեն մեկ ինքն է որոշում։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ եղաք։